Սեպտեմբերի 17-ին տեղի ունեցավ Սևան համայնքի ավականու 8-րդ նստաշրջանի առաջին նիստը։ Նախքան օրակարգային հարցերին անցնելը Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանը տեղեկացրեց, որ Սևան համայնքում սուբվենցիոն ծրագրերով հիմնանորոգվել եւ բարեկարգվել են 1 տասնյակից ավել փողոցներ։ Մի քանի բնակավայրերում ընթացքի մեջ են ոռոգման եւ խմելու ջրագծերի եւ ջրամբարների կառուցման աշխատանքները։ Մեկնարկել է Սևան քաղաքի Շիրազ փողոցի հիմնանորոգումը, այս ծրագրում ներառված է նաև Գագարինի Շիրազ փողոցը։ Աշխատանքները դեռ շարունակվում են։ Սևանի 29 բազմաբնակարան շենքերում առկա աղբամուղների հետևանքով առաջացած հակասանիտարական իրավիճակից շատացել են կրծողները, որոնք վտանգ են ներկայացնում բնակիչների համար եւ աղբի հավաքման նոր օպերատորի Կոտայքի եւ Գեղարքունիքի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագրի ներդրումից հետո անհրաժեշտություն է առաջացել փակել եւ զոդել բազմաբնակարան շենքերում առկա աղբամուղները։ Շուտով կմեկնարկեն բազմաբնակարաններից աղբամուղների փակման գործընթացը, ինչին ավականին հավանություն տվեց։ Սևանի համայնքապետարանի ֆինանսատնտեսագիտական եկամուտների հաշվառման եւ հավաքագրման բաժնի պետ Մարիաննա Ռաֆայելյանը ներկայացրեց Սևան համայնքի բյուջեի 2025 թվականի առաջին կիսամյակի կատարման մասին հաղորդագրություն։ 1 միլիարդ 653.1 միլիոն դրամի դիմաց հավաքագրվել է 1 միլիարդ 260.5 միլիոն դրամ։ Վարչական բյուջեն կատարվել է 101.8%-ով։ 1 միլիարդ 103.1 միլիոն դրամ պլանի դիմաց հավաքագրվել է 1 միլիարդ 122.8 միլիոն դրամ։ Վարչական բյուջեում սեփական եկամուտները կատարվել են 107%-ով։ Պլանավորված է եղել 283.6 միլիոն դրամ, փաստացի հավաքագրվել է 303.5 միլիոն դրամ։ Գերակատարումը կազմել է 7% կամ 19.9 միլիոն դրամ։ Եկամտատեսակները առանձնացնեմ ըստ հողի հարկը կատարվել է 141%-ով, գույքահարկը 244%-ով, տեղական տուրքերը շուրջ 7 անգամ ավել, վարձավճարները 3 անգամ ավել, ինքնական կառույցների օրինականացման վճարները 4 անգամ ավել, տրանսպորտային միջոցների գույքահարկի հավաքագրումը կազմել է 94%, աղբահանության վճարներինը 64.4%։ Ամենամեծ թերակատարումը ունենք անշարժ գույքի հարկի գծով, ընդհանրապես կատարումը կազմել է 38.9%։ Սևան համայնքի ավականին փոփոխություն կատարեց 2024 թվականի դեկտեմբերի 17-ի Սևան համայնքի 2025 թվականի բյուջեն հաստատելու մասին համար 170-ն որոշման մեջ, ըստ որի ճշտումներ կատարվեցին եկամուտների եւ ծախսերի մասով։ Ավականին ուժը կորցրած ճանաչեց Սևան համայնքի ավականու 2025 թվականի հունիսի 19-ի 67A եւ 68A որոշումները եւ Ջինիշյան հիշատակի հիմնադրամին եւ Սևանի բժշկական կենտրոնին իրենց տարածքներում գործունեության շարունակականությունն ապահովելու համար անհատույց օգտագործման նպատակով հատկացրեց տարածքներ, նաեւ անհատույց օգտագործման իրավունքով տարածքներ տրամադրվեցին Սևանի Բողբոջ եւ Չկալովկայի մանկապարտեզներին լիցենզավորման գործընթացների համար։ Ավականին համաձայնություն տվեց Սևան համայնքի հողային հաշվեկշռին։ Սևան համայնքը կամավորության սկզբունքով իրականացրել է մասնակցային բյուջետավորման գործընթաց, ինչի արդյունքում Դդմաշենում եւ Սևանում կկառուցվեն խաղահրապարակներ, իսկ եկող տարի պետությունը կհամաֆինանսավորի այդ ծրագիրը։ Մեր Սևան City կայքեջում ունենք մասնակցային բյուջետավորում հատուկ հարթակ, հարթակում զետեղվում են բոլոր ներկայացված նախագծերը կամ գաղափարները, ներկայացրել ենք 6 գաղափար, 6 գաղափարները դրվում են ասես ասած հանրային քննարկման կամ քվեարկության, 1 ամիս շարունակ քվեարկության արդյունքներով մենք հետո արդեն երբ որ ամփոփել ենք հանձնախմբի միջոցով, պարզվել է, որ 2 ծրագիր ստացել է առավելագույն ձայն։ Այդ ծրագրերը հիմա նախագծանախաշվային փաստաթղթերը կազմվել են, Դդմաշեն բնակավայրում արդեն մեկնարկում են աշխատանքները, որոնք են դրանք։ Ուրեմն 2 ծրագիր է ստացել առավելագույն ձայն, Սևան համայնքի Դդմաշեն բնակավայրի խաղահրապարակի կառուցում եւ Սևան համայնքի Սևան քաղաքում փոքրիկների երազանք մանկական խաղահրապարակի կառուցում։ Նախնական դուք տրամադրել եք 10 միլիոն դրամ, պիտի ասեմ, որ հիմա Դդմաշենի խաղահրապարակը կառուցվում է 5 միլիոն 200.000 դրամով։ Հետագայում արդեն Սևանի նախագծանախաշվային փաստաթղթերը եւ պատրաստ կլինեն եւ կդրվի մրցույթի արդեն գումարը կճշտվի։ Ինչն է կարևոր։ Այս տարի, որ համայնքները, որ միացել են կամավոր սկզբունքով, մյուս տարի արդեն պետությունը այդ համայնքներին, եթե ամբողջական ծրագիրը մենք ավարտում ենք, պետությունը տալու է սուբվենցիա։
Այսինքն նորից նույն գործընթացն անում ենք, բայց ոչ թե միայն համայնքի միջոցներով, այլ արդեն որոշակի գումար կտա նաև պետությունը, որը սուբվենցիոն ծրագրի մի բաղադրիչն է համարվում։ Հաջորդիվ Սևան համայնքի հավաքանին համայնքին նվիրաբերված տեսակավորված թափոնների հավաքման թափոնատար մեքենան անհատույց օգտագործման իրավունքով հանձնեց Սևան քաղաքում աղբահանությունը արտապատվիրակված Կոտայքի եւ Գեղարքունիքի մարզի կոշտ կենթաղային թափոնների կառավարում ՍՊ-ին թափոնները տեղափոխելու համար։ Սևան համայնքի հավաքանու հաջորդ նիստը տեղի կունենա հոկտեմբերին, Սևան համայնքի հավաքանին քննարկեց նաեւ քաղաքացիներից եւ իրավաբանական անձանցից ստացված դիմումները։ Սուրեն Բարսեղյան, Գնելովանիսյան, Սևանի STV1 հեռուստաընկերություն, Գեղամաուր։